Ural Vagon Zavod կոչված հաստատությունը, որ իբրև թե վագոնները արտադրում երկաթգծի համար, ինքը իսկական տանկ էր արտադրում, ասենք, չէ՞։ Եվ երկու բաժին ուներ։ Հիմա եթե այս մասը թուլանում էր, մյուս մասը ծախսերը փակում ա, դե բնականաբար պետական կոնտրակտները չէին գնում սկզբում, ասենք այս պատերազմը սկսելուց հակառակը, ես դրա մասին ասել եմ, մեծացրել են կոնտրակտները եւ դրա մասին խոսացին մեծ բան մի տարի առաջ, որ գիտեք ինչ, մի քանի ամիս առաջ էլ շեշտեցին, որ մենք նույնիսկ պատերազմը վերջանալուց հետո մեր վատնած կամ գործածած պաշարները վերականգնելու համար մեր ռազմաինդուստրիալ կոմպլեքսը դեռ շատ տարիներ պետք է աշխատի, որպեսզի այդ բոլորը վերականգնի եւ հասցնի իր տեղ։ Եվ տրամաբանական էր, իհարկե, այսքան որ օրը ես ինչ գիտեմ քանի 100,000 արկես կրակում, վերականգնեց այդ բոլորը, հասկանալի է։